Օրհնյալ լինի մեր Աստված, որ իր ժողովրդին հավաքում է, որովհետև եթե նա չլիներ, չենք կարող այստեղ հավաքվել։ Միայն սա նրա զորությամբ եւ նրա մեծ սիրո ազդեցությունն է մեր կյանքի վրա, որ կարող ենք հավաքվել։ Մի խոսքով Աստծո ժողովուրդ, սա Աստծո սիրո ազդեցությունն է, որ մեզ հավաքել է, ու մեր Աստված այնպիսի Աստված է, որ ինքը ուզում է մեզ տեսնել այստեղ։ Ձեզանց որևէ մեկը փոքր հասակում ղուշ պահել է, ղուշ, աղավնի։ Գիտեք, ես փոքր ժամանակ ընկերներիս հետ պահել եմ, բայց եղբայրս էլ պահում էր ու բավական հետաքրքիր կյանք ունեն իրանք, հետաքրքիր։ Ու իրանցից մի բան եմ սովորել, այսօր ուզում եմ ուղղակի մի կարճ պատմեմ այդ մասին։ Աղավնիները իրանք շատ ռեագիրույթ էլի եղանակին։ Եթե անձրևոտ եղանակ է, իրանք բարձր չեն թռնում, միշտ ցածր են թռնում։ Բայց եթե եղանակը տաք է, իրանք շատ բարձր են թռնում, շատ վերևները։ Եվ իրանք շատ ուշադիր են, եթե երկնքում մի հատ գիշատից թռչուն կա, իրանք մեծ արագությունով, ինչ բարձրության վրա լինեն, մեծ արագությունով վերադառնում են իրանց բույնը, որովհետև վտանգ է սպասվում, եթե գիշատիչ կա։ Բայց եթե գիշատիչներ չկան, մի հատ հետաքրքիր բան էլ ունեն, հատկություն, որ ասենք մի հատ անծանոթ աղավնի է, վայրի աղավնի է եկել, ինչ են անում։ Ես նկատել եմ, որ տնական այն վարժացրած աղավնիները, իրանք շատ սիրում են խաղալ ենք ասում, սկսում են խաղալ եւ ուշադրություն են գրավում այն մյուս աղավնուն։ Եվ այս ձևով, այս աղավնու հետաքրքիր ուշադրություն ասեմ, շարժելով իրանք խառնվում են այս աղավնիների հետ եւ սկսում են սրա հետ խաղալ։ Այսպես խաղալով, հետո որ սովածանում են, իրար հետ իջնում են նույն կուտը ուտելու։ Բնականաբար, այս աղավնին կամած մտնելով իհարկե այդ դաշտի մեջ, այդ տեղի մեջ, դառնում էր մերը։ Ու սենց դառնում էր տնական։ Մի որոշ ժամանակ առաջի բանը որ անում ենք, այն հիշում եմ թռչող հաստ բանը փետուրներ ունեին, որ դրանք պետք է փոկեին անպայման, որպեսզի չթռնեին, չփախնեին։ Հետո տենց մնում էին իրանք որոշ ժամանակ այդ կարգավիճակի մեջ, երբ որ հարազատ էր դառնում, եւ եթե աղավնին հանկարծ բուն էր դրել եւ ձու էր դրել, ինչ անես ինքը ուրիշ տեղ չի գնա, միշտ վերադառնալու է նորից իր բույնը, որովհետեւ որտեղ իր գանձերն է, տեղ իր սիրտն է։ Մի խոսքով վերադառնում էր նորից այդտեղ ու այս ցիկլը կատարվում էր ժամանակ առ ժամանակ, հետո երբ որ դրանք արդեն տնական են դարձնում, սրանք են այն մյուս վայրի աղավնիների նորից այս ձևով նորից բերում ներս։ Սրանց այս կյանքը հետաքրքրությունը տենալով ժողովուրդ ջան, մի տենց բան, որ ես զգացի, որ այսօրվա քարոզը սա, մենք իրար կարիք ունենք, այս մասին եմ խոսելու, մենք մեկս մյուսի կարիքը շատ ունենք։ Օրհնյալ Աստված, որ բոլոր պարգևները չի տվել մի հոգու, որ մի հոգու տված լիներ, այդ մի հոգին մնացածի կարիքը չէր լինի։ Նույնիսկ մի հատ հետաքրքիր բան եմ գրել, ես ուզում եմ էսի կարդամ ավելի պարզ դարձնելու համար։ Աչքը հայտնաբերում է ջրի աղբյուրը, հայտնում է ուղեղին, որ այս տեղը ջուր կա, ջուր եմ տեսնում։ Ուղեղը հանձնարարում է ոտքերին, ոտքերը առաջնորդում են դեպի ջրի աղբյուրը, բերանը բացվում է, ձեռքերը վերցնում են թասը եւ հագեցնում են ամբողջ մարմնի ծարավը։ Այստեղ որն էր ավելորդ։ Կար մի բան, որ ավել էր։ Բոլորը մեկը մյուսի կարիք ունեին։ Սուրբ Գիրքն ասում է դուք մի մարմին եք, դուք Քրիստոսի մարմինն եք։ Եվ որպեսզի փարատենք այն ծարավը, որ մեր մեջ կա, մենք իրար կարիք ունենք։ Եթե այս մարդը ուղեղ չունենար, աչքերը տեսնեին, ում պետք է հայտնեին, ով պետք է հանձնարարեր ոտքերին, որ գնար։ Իսկ եթե ոտքեր չունենար, ձեռքեր չունենար, ասենք մեկը մյուսի կարիք ունեն, մեկը մյուսի լրացնում են, հասկանալի է, չէ՞։ Ոչ մեկ ավելորդ չի, մեկը մյուսի կարիք են հոգում։
եւ դա ընդհանուր հոգ է տանում ամբողջ մարմնի համար։ Ուզում եմ դուք մտքի մեջ ասես, որ ես կարիք ունեմ իմ եկեղեցու։ Ես դրա կարիք ունեմ։ Մենք ես ինքս կարիք ունեմ, դուք ինքներդ կարիք ունեք։ Մենք իրար կարիք ունենք, բոլորս մեկս մյուսի։ Եվ դա Աստծուց է դրված մեր մեջ։ Որովհետև Սուրբ Խոսքն ասում է, որ Աստված մեր հետ է, եւ նրա անունը երբ որ դրվեց Էմանուել, նշանակում է Աստված մեզ հետ, եւ մի խոստում կա մարգարեների մեջ, որ ասում է ես նրանց մեջ պիտի բնակվեմ, եւ նրանց հետ պիտի լինեմ, եւ նրանց Աստվածը պիտի լինեմ։ Ուրեմն եթե Աստված մեր մեջ է, չի ասում մեկի, ասում է նրանց, այսինքն Աստված, որ ասում է ձեր հետ պիտի լինեմ, մի հոգու հետ չի, ամբողջ եկեղեցու։ Դրա համար մենք Սուրբ Հոգուց ազդված կարող ենք խոսել, Սուրբ Հոգուց շարժված կարող ենք օգնել, Սուրբ Հոգուց շարժված կարող ենք մեկս մյուսի ինչուների պատասխանը լինել։ Մենք կարող ենք իրար լրացնել։ Երբ որ անցած կիրակի ասացինք, որ թլպատությունը դա մկրտությունն է, նոր կտակարանյան անձեռագործ, ուրեմն թլպատությունը դա հենց մկրտությունն է, մենք դա տեսնում ենք Սուրբ գրքում։ Մենք տեսնում ենք, որ մենք նոր կտակարանում հայտնաբերում ենք, որ արտաքին որևէ գործողություն, ասենք մկրտությունը միայն, դա բավարար չի, կարևոր է, որ փոխված լինենք։ Հիմա բերեք մի հատ հայկական անուն, Սիմոն դնենք, լավ։ Մեր, ասենք ստեղ կողքից Սիմոնը ստեղ է, կանգնած է։ Հիմա փորձենք Սիմոնին բոլոր պարգևները տեսնենք տրված, ասենք, թե Սիմոնին ունի մարգարեության պարգև, բժշկության պարգև, լեզուների թարգմանության պարգև։ Ասենք այս պարգևները լրիվ Սիմոնին տված է։ Ինձ ուզում եմ պատասխանեք, այդ պարգևները Սիմոնի համար է, թե մեր համար է։ Մեր, չէ՞։ Ասենք իրա համար, Սիմոնի համար, իրա եւ իրա Աստծո փոխհարաբերությունն է կարևոր։ Պարգևները մնացածինն է պետք։ Օրինակ ծառը, որ խնձոր է տալիս, այդ խնձորը այդ շրջապատին է պետք։ Ծառին իրան այն միներալները, որ ինքը հողից վերցնում է, այդ է իրան պետք։ Իսկ պտուղը շրջապատին է պետք, մյուսներին է պետք, հասկանալի է ինչ եմ ասում։ Աստված այնպես է դրել եկեղեցում, որ մենք իրար կարիք ունենանք, որ մենք իրար կարիք լրացնենք, որ միայնակ չգործենք։ Դրա համար Աստված ուզում է, որ մենք միաբան լինենք։ Ես երեք մի օրինակ ցույց տվեցի ստեղ, սոր եղբայրները ասացին, որ խի, եթե կարելի է մի հատ էլ ասա, դրա պատճառով եմ ասում։ Երբ որ մենք իրար հետ ընդամենը բարևով ենք միաբան, հա? Այս ձեռքերս երեք կանչեցի երկու ուժեղ եղբայրները, ասացի մի հատ իրարից փոկեք։ Հանգիստ քաշեցին, փոկվեց։ Սենց մենք ինչքան էլ ուժեղ բռնենք իրար, միայն բարևով եթե իրար հետ միաբանենք, սենց հեշտ ենք փոկվում։ Մի օր էլ բարև չի լինի, մի օր էլ բարև կլինի։ Ընդամենը սա չի մեզ կապողը։ Իսկ եթե մենք այսպես ենք միաբան, ես երբ որ այսպես արեցի, կուզեք 3 հոգի այս թևիցս քաշի, 3 հոգի այս թևիցս։ Այս թևը ստեղից դուրս կընկնի, բայց այս մատերս իրարից չի առանձնա։ Գիտեք, չէ՞ որ տենց է։ Շատ ուժեղ է, ցանկացած ձեռք, եթե սենց է, ինքը շատ միաբան է, մեկ է դառնում իրար հետ։ Այսինքն 5 մատն էլ իրար գրկած է, իրար պահում են։ Եվ սա ամրություն է։ Ես չեմ ուզում, որ ընդամենը իրար բարևով միաբանված լինենք։ Ուզում եմ, որ մենք Քրիստոսով մեկ հոգի, մեկ շունչ դարձած լինենք, վարդապետական միաբանություն ունենանք, իրար մեջ մտած։ Այդ ժամանակ սատանան չի կարա մեր մեջ մտնի։ Այդ ժամանակ մեզ չի կարա սատանան բաժանի։ Մենք ուղղակի իրար կարիք ունենք։ Մեկանալու, ամուր լինելու։ Եվ
Հիմա բերեք sense մի հատ օրինակ էլ ասեմ։ Աստծո ժողովուրդը, որը համեմատում է անուշ հոտ, հա, Քրիստոսի հոտը։ Ենթադրենք, թե գառներից մեկը հետ է մնացել, կամ միշտ են ծերով է քայլում։ Ասենք սաղ իրար հետ են քայլում, մեկը մի քիչ են կոմա գնացել։ Էլի գալիս է, ասես կողքից նայելով, սենց գալիս է, էլի, հոտին նայելով գալիս է։ Ես գիտեք մի հատ բան ասեմ, գայլը որ գա ում է տանելու։ Հենց են առանձնացած են, առաջի հերթին։ Գիտեք, այն որ կաղա, թոփալա, այն որ հիվանդա, այն որ հետ է մնացել, այն որ չի ուզում միշտ հոտից առանձնանում է, ամենամեծ վտանգը իրան է սպասվում։ Մի քիչ մառախուղ եղավ, տենց օրեր կարող են լինել, միշտ պայծառ օրեր չի եւ միշտ երկինք չենք թռնելու շատ։ Մառախուղներ շատ է լինում կյանքում։ Եվ այդ մառախլապատ օրերին ես ուզում եմ, որ չամարձակ ասեմ, քո հովվի ձայնը քեզ հասանելի լինի, որ դու լսես այդ առաջնորդության ձայնը, որտեվ մառախլապատ օրերին ծանրություն է գալիս եւ շատ անգամ չես կարողանում լսել։ Դու ինքնուրույն ես մնում եւ դա շատ վտանգավոր է։ Եբրայեցիս 13-րդ գլխի 7-րդ խոսքը։ 13:7 Հիշեցեք ձեր առաջնորդներին, որը Աստծո բանը խոսեցին ձեզ։ Նայեցեք նրանց վարմունքի վախճանին եւ նման եղեք նրանց հավատքին։ Կամ մյուս ռուսերեն ասում հավատքի վախճանին, կամ հավատքին։ Հիշեցեք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծո խոսքը խոսեցին։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ամեն մարդ կարիք ունի առաջնորդության։ Իրան ռուսերենում գրած է նաստավնիկ բառը։ Ունեցեք խնամակալ, որոնք ձեզ խոսքով կերակրում են։ Եվ նայեցեք նրանց վարմունքի վախճանին։ Իրանց ինչպես են պահում, հա, եւ դրանց արդյունքը։ Եվ նման եղեք նրանց հավատքին։ Ես իմ մոտ նշել եմ, բայց ես էլ կարդամ ու նոր քարոզը իրար հետ բերեմ համատեղ դարձնեմ։ Երկրորդ Տիմոթեոս, երկրորդ գլուխ, երկրորդ խոսք։ 2:2 Եվ այն բաները, որ ինձանից լսեցիր շատ վկաններով, հանձնիր հավատարիմ մարդկանց, որ կարող լինեն ուրիշներին էլ սովորացնել։ Ուրեմն Տիմոթեոսը Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում է, այն, որ ինձանից լսեցիր, փոխանցի հավատարիմ մարդկանց, որպեսզի նրանք կարող լինեն փոխանցել ուրիշներին։ 4 սերունդ ենք տեսնում, Պողոս առաքյալը, Տիմոթեոսը, հավատարիմ մարդիկ եւ ուրիշները։ Հիմա Աստվածաշունչը, որ եկել է մեզ է հասել, ժողովուրդ ջան, Աստծո խոսքը։ Նայես չի, որ ես ոնց ասա, իմ տնից եմ բերել։ Բնականա, ես էլ լսել եմ իմ ավակ առաջնորդներից, որ լսել են իրանց, եւ այսպես եթե գնալու ենք հասնենք առաքյալներին, առաքյալներն էլ Քրիստոսին։ Էստաֆետան հանձնվել է, փոխանցվել է, մյուսին է փոխանցվել, սերունդը սերունդին փոխանցել է։ Եվ այսօր հասել է մեզ։ Քարոզիս ամենակարևոր միտքն եմ ասում։ Ամեն մի հավատացյալ կարիք ունի իր կյանքում Պողոս ունենալու։ Ով է քո կյանքի Պողոսը։ Ամեն մի Պողոս Տիմոթեոսի կարիքն ունի։ Ամեն Տիմոթեոս հավատարիմ մարդկանց կարիք ունի։ Եվ ամեն հավատարիմ մարդիկ պետք է փնտրեն մյուսներին։ Եթե այս սիստեման չկա, այս մեկը մյուսի, ասենք դու քեզ Պողոս ես զգում, շատ լավ, ուրա քո Տիմոթեոսը։ Իսկ եթե դու քեզ Տիմոթեոս ես համարում, լավ ուժեղ Աստծո մարդ ես, խնդրում եմ ցույց տուր իսկ ով է քո Պողոսը։ Ով է քեզ նաստավնիկ եղել, ով է քեզ խրատել, ով է քեզ առաջնորդել, ով է քեզ հոգևոր սկզբունքներ դրել։ Ես չգիտեմ ինչի մարդկանց մի sense պատասխան ունեն, որ ասում եմ, բա ով է քեզ քո հովիվ, ասում է Աստված։ Ասում եմ, որ եկեղեցի ես գնում, ասում է Քրիստոսի։ Իհարկե, Տերը օրհնի քեզ, արդեն այն որ ասում է այս տեսակ հոգևորությունից մի տեսակ
այն որ ասում եմ վախենալի է։ Մի քիչ ճակերտների մեջ ասեմ, որովհետև այսքանի օրը մի հոգի ինձ միացրեց Zoom կոնֆերանսի, Zoom չէ, այդ բանով WhatsApp խմբի միացրեցին, խոսում ենք։ Այս մի տղա էր, որ սկսեց հենց խոսած, ուրեմն երկուսին ճանաչում էին, մի երկուսին չէի ճանաչում, ես մեկն էլ միացավ մեզ։ Հենց միացավ, սկսեց խոսել։ Նոր ծանոթություն է, նոր հանդիպում է։ Առաջի անգամ այդ մարդկանց տենում եմ, իրանք ինչ չեն ճանաչում, ես իրանք։ Փորձում եմ լսեմ տենամով, որ խոսենք։ Դե զրույցը երկու հոգի գոնե պետք է։ Եթե մարդ մենակ ինքն է խոսում, կներեք, որ մտնեք տենակ տան մեջ մեկը ինքն իրան խոսում է, չեք ասես, մարդը նորմալ չի։ Ու սկսեց խոսել։ Խոսել, դե ես ասեսա կվերջացնի, խոսած, կեսից արդեն էլ չեմ ջոգում ինչ ասում։ Իրիկվա ժամը 10-ն էլ է։ Որ կես ժամ խոսած, ասացի մի րոպե հելա։ Ասացի մի րոպե աղբետ ջան, ասի դով ես։ Ասա բարձրյալ Աստծո ծառա։ Վայ քորա։ Ասացի որտեղ ես ապրում, դու որտեղից ես։ Որ տեղացի ես вообще։ Ասավ Երկնային Երուսաղեմից։ Հասկանում եք, ես պատասխաններ նոր ծանոթության ժամանակ։ Ես հասկանում եմ, որ մեկ այդ կատակ ես նման ձևով, բայց չեմ հասկանում, երբ որ առաջի անգամ ուզում ենք տեսնենք ով ես էլի։ Ու սենց այն որ ասում սուպեր պուպեր պատասխաններ, որը որ ինձ մի անհանգստության պատճառ տվեց։ Հիմա սենց այս կարգի, այս կատեգորիայի հավատացյալներ կան, որ ինչ մտածում են, ասում են Սուրբ Հոգին ասեց։ Որ ուր գնում են, ասում են Սուրբ Հոգին տարավ։ Որ ինչ լինում է, տես չի կարելի։ Սա մի քիչ ներողություն, բայց հոգևոր հիվանդություն է։ Ֆանատիզմ է կոչվում։ Չի կարելի տենց լինել։ Քրիստոնեությունը դա հավասարակշռված ողջամիտ կյանք է։ Հավասարակշռված ողջամիտ կյանք է։ Եթե մեզ Քրիստոսը հանի այդ բանը հավասարակշռությունից նորմալ է։ Մի անգամ, երկու անգամ կարող ենք հավասարակշռություն կորցնել, մի քիչ ծայրահեղություն եմ ասում։ Աղոթքի վաղտ, հա։ Բայց դրա մասին չի խոսքս, կյանքը առօրյան։ Չի կարելի, ինչ խոսում ենք, անես տպավորություն է, որ սաղ պարգևները այս տղուն է տված։ Էլ ինքը ոչ մեկի կարիքը չունի։ Մենակ ինքնուտերն են այս երկրագնդի վրա, էլ ուրիշ մարդ չկա, ոչ եկեղեցիներ կան, ոչ բան, մենակ ես ու Տերը, տենց չի լինում, ժողովուրդ ջան։ Առանձնացեի քո Տեր Աստծո հետ քո սենյակում, բայց հիշի, որ դու քույր եղբայրներ ունես։ Եվ մենք, ուզում եմ ձեզ ասեմ, Աստված է այս կարգը դրել, որ մենք իրար կարիք ունենանք։ Մենք իրար կարիք ունենք, եւ դա Աստծուց է այդ կարգը դրված։ Եկեղեցին դա Քրիստոսի մարմինն է, որ մեկը մյուսի լրացնի։ Երբ որ դու մնում ես մենակ եւ դու արդեն էլ ոչ հոգևոր քրոջ եղբոր կարիք չես զգում, ներողություն, պետքա նայես քո կյանքը։ Ինչ որ բան խախտվել է, ինչ որ բան կարգը գցել է։ Պետքա մենք հասկանանք, որ մենք բոլորս իրար կարիք ունենք։ Ու երբ որ մենք կարդացինք այստեղը, որ մի հատ նորից նայենք, ով է քո կյանքի Պողոսը, ով է քո կյանքի Տիմոթեոսը, որովհետև Տիմոթեոսը Պողոսի կարիքն ունի։ Տիմոթեոսը Պողոսն էլ Տիմոթեոսի կարիքն ունի։ Իրանք պետք էր, որ մեկը խրատեր, Տիմոթեոսը հզոր Աստծո մարդ էր։ Մանկուց Սուրբ գրքերը գիտեր, հիշում եք գրված է։ Մանկուց Սուրբ գրքերը գիտես, փոքրուց դեռ գիտեր ինքը Սուրբ գրքերը։ Լավ կրթված, լավ ուժեղ մարդ, բայց ինքը Պողոսի կարիքն ուներ։ Ուներ մի լավ խրատելու, մի լավ առաջնորդի կարիք։ Ուրեմն ձեզ ասեմ, վայ են մարդուն, որի կյանքում Պողոս չկա, որ մեկը չկա, որ քեզ ասի, որ սխալ ես անում, ախպեր ջան, որ մեկը չունես, որ քեզ հանդիմանի, խրատի, վայ այդ մարդուն։ Ես ձեզ ասում եմ,
այդ մարդը նմանա մոլորված մի նավակի, որ ծովի ալիքները ուր ուզում քշում են, մի օր էլ կտանեն ժառերին կխփեն ու կջարդեն։ Վայ են մարդուն, որ մեկը չկա, որ ասի, սխալ ես, ուղղվիր, որ այդպես չի, որ դու հպարտացել ես, որ քո միտքը սխալ է աշխատում, որ դու ապաշխարության կարիք ունես, որ սա մեղք է, որ այսպես չի կարելի անել։ Ոմանք քրիստոնեությունից մի այլ բան են սարքել։ Մենք շնորհքի տակ ենք, նստենք ձին ու ուր ուզենք գնանք, այտենց չի։ Շուտվանուց մտել ես հակառակորդի տերիտորիան ու շուտվանուց քեզ գերի են վերցրել։ Սահմաններ կա, որ պետք է իմանաք, որտեղ է վերջանում արդարության սահմանները, որտեղ է սկսվում մեղքի սահմանները։ Հավատացյալների համար նես չի, որ սահման գոյություն չունի։ Ինչ ուզենք անենք, վերջում էլ ասենք Քրիստոսի շնորհքի տակ ենք, հա, այտենց քրիստոնեություն գոյություն չունի։ Այդպիսի սա մեծ մոլորություն է։ Եթե մեկը սայթակել է, մեղք է գործել, օրհնյալ լինի մեր Աստված, որ Քրիստոսի արյունով հնարավորությունն ենք ապաշխարելու մենք, Քրիստոսի արյունով ներում ունենք մեր վրա, որ մենք ապաշխարությունով նորոգվենք, նորից կանգնենք մեր տեղը։ Ցավալիորեն, երբ որ չկա այդ մի հոգին, Պողոս չունես քո կյանքում, մեկը չի գալի ասում, այ ախպեր ջան, այդպես սխալ է, քուրիկ ջան, այդպես սխալ ես գնում, չի կարելի այդպես։ Դա Աստծուն հակառակ է, դա Աստծուն դեմ է։ Դե ես հիմա չթվարկեմ ինչ էր։ Ինչքան ասես շատ սխալ բաներ կա։ Որովհետև քանի որ ասենք եկեղեցու մեջով չես քայլում, որ եկեղեցու ուսմունքը լսես։ Եկեղեցուց այսենց ես քայլում, էլի։ Տենակ։ Մեկ էլ աչքով անելով ու մի քիչ էլ մեկի վրա ծիծաղելով։ Այսպես դու մոլորության, դու առաջի վտանգի մեջ ես, առաջի կորմ ասեմ, հա։ Երբ որ այդ թրջունների համար ասացի, այդ խիշնիկներ կային էլի թրջուններ, նրանց հետ խաղ չես կարա բռնես։ Այդ խիշնիկները առաջինը հենց քեզ կուտեն։ Թիրախ։ Նրանց համար այո, կորմ եմ ասում, էլի նրանց համար կորմ ես դառնում։ Սատանան մռնչացող առյուծի պես ման է գալի, թե որին կուլ տա։ Այն մարդակեր առյուծների մասին Ռաֆայելը խոսած, չէ՞ ոնց որ։ Հիշենք այս բանը։ Հիշեք ձեր առաջնորդներին, որ ձեզ Աստծո խոսքը խոսացին։ Հետաքրքիր է, որ մենք հիշենք այդ առաջ, նայենք նրանց վարմունքի վախճանին եւ ասում, նմանվեցեք իրանց։ Ոնց, ես մարդու նմանվեմ, չէ, ես մենակ Աստծուն, ես Քրիստոսն եմ։ Այ իրոք դու Քրիստոսի հետ հանդիպել ես։ Դու գիտես Քրիստոսը ինչ ասում։ Գիտես Քրիստոսը իր ժողովրդի հետ խոսում է իր եկեղեցու միջոցով։ Ոչ թե ինչ մտածում ես, դա է ասում։ Աստված մարգարեներ ուղարկեց, քարոզիչներ ուղարկեց, երբ որ դժոխքում հանդիպեցին, հա, Աբրահամի գոքում հանդիպեցին, զրույց եղավ մեծահարուստի եւ Աբրահամի մեջ զրույց եղավ, ասես թույլ տուր գնամ երկիր, այնտեղ եղբայրներ ունեմ, զգուշացնեմ, որ չգան այս տանջանքի վայրը։ Եվ Աբրահամը մի բան ասեց, այնտեղ երկրի վրա Մովսեսը կա եւ մարգարեները։ Դուք լավ գիտեք, որ Մովսեսը եւ մարգարեները այդ Քրիստոսի պատմածներ սա, չէ՞։ Քրիստոսի օրոք շուտվանուց չկային։ Ինչ նկատի ուներ, երբ որ Հիսուսը այս բանն ասում էր, որ երկրի վրա կա Մովսեսը։ Այն մի քանի անգամ քարոզել է մեզ մասին։ Մարգարեների եւ Մովսեսի ծառայությունը ստանձված է եկեղեցուն։ Եվ այս փոխանցվել է եկեղեցուն։ Եվ այդ ծառայությունը այսօր եկեղեցում է արվում։ Կան ամեն տեղ, ամեն քաղաքներում քարոզիչներ, որոնք որ Աստծո բանն են խոսում եւ Սուրբ Գիրքն ասում է նրանց ականջ դրեք։ Չէ, ես չեմ ասում հիմա, ես եմ ասում, ես ասում եմ Սուրբ Գիրքն է այդպես ասում։ Սուրբ Գրքում այդպես է գրած։ Եվ երբ որ դու իգնորիրոյ մերժում ես, հա, երբ որ դու մերժում ես Աստծուն։
երբ որ դու քո կյանքում Պողոս չունես, գիտեք ինչ կլիներ, եթե Եղիսեն Եղիա չունենար։ Ինչ կլիներ, եթե Հեսուն Մովսես չունենար։ Եթե դուք ամբողջ Աստվածաշունչը նայեք, կտեսնեք, որ միշտ էլ Պողոսները, Տիմոթոսները են ունեցել։ Մի հատ ուզում եմ Գործ Առաքելոց 8-րդ գլխի 25 խոսքից կարդանք։ Մի հատ հետաքրքիր տեսարան է։ Եվ նրանք վկայություն տալով եւ Տիրոջ խոսքը խոսելով ետ դառան Երուսաղեմ։ Եվ սամարացիների շատ գյուղերի մեջ ավետարանում էին, եւ Տիրոջ հրեշտակը խոսեց Փիլիպոսի հետ։ Հələ հետաքրքիր է, հրեշտակը խոսեց Փիլիպոսի հետ։ Վեր կաց գնա հարավային կողմը, այն ճանապարհը, որ Երուսաղեմից իջնում է Գազա, որ անապատ է։ Եվ նա վեր կացավ գնաց, եւ ահա մի եթովպիացի մարդ, եթովպիացիների կանթակա թագուհու ներքինի մի իշխան, որ նա բոլոր գանձերի վրա էր, այսինքն ֆինանսների պրեմիեր մինիստրն էր, վերջը մի տես պաշտոնի էր, շատ մեծ, ասմա եւ նա բոլոր գանձերի վրա էր, որ եկել էր Երուսաղեմ երկրպագության։ Եկել էր երկրպագելու Աստծուն։ Եվ ետ դառնալիս իր կարգում նստած կարդում էր Եսայա մարգարեի գիրքը, հիմա Սուրբ Հոգին ուշադիր։ Եվ Հոգին էլ Փիլիպոսին ասեց. մոտեցիր հասիր այդ կարգին, սկզբից հրեշտակն ասեց, հետո Հոգին ասեց։ Եվ Փիլիպոսը առաջ վազելով լսեց, որ Եսայա մարգարեի գիրքն է կարդում եւ ասեց. հասկանում ես այդ արդյոք կարդացածը։ Հարցը տալի։ Եվ նա ասեց. տեսեք ինչ, ինչպես կկարողանամ, եթե մեկը չառաջնորդի։ Ես ներքինի պատասխանը ինձ ցնցել է, շատ է դուրս եկել։ Եվ ես էլ կարդամ եւ Փիլիպոսին աղաչեց, որ վեր ելնին նստի նրա հետ։ Ուշադիր եղեք։ Հրեշտակը չէր կարող ինքը մոտիկանալ Փիլիպոսին ու ասեր. Փիլիպոս, ով է Քրիստոսը։ Բայց դա հրեշտակին չէր հանձնարարված ավետարանչությունը։ Ավետարանելը մարդուն էր հանձնարարված, Քրիստոսի աշակերտներին Փիլիպոսին։ Հակառակ դեպքում հրեշտակը կկանգներ այստեղ շենքերից մեկի գլխին եւ կասեր. ժողովուրդ, ապաշխարեք, սկսեք քարոզել, հələ պատկերացնում եք, շատ մեծ մարդկություն կապաշխարել։ Բայց այտենց չի։ Նախ դա ճիշտ չի, երկրորդ հերթին դա Աստծո տարբերակը չի։ Երրորդ հերթին էլ ասեմ, խիտես չի լինի։ Որտեւ եկուց սատանան էլ կգար, այո, հրեշտակի կերպարանքով խափեր նրա մի քանիսին ավելի հեշտ կմոլորվի։ Դրա համար էս ճամփեն փակա։ Աստված գործում է մարդկանց կյանքում։ Այո, հրեշտակներ են գործում, այո, հոգին է գործում, հոգին ասես Փիլիպոսին, մոտիկացի։ Եվ երբ որ մոտիկացավ, ներքինի կարդացածդ հասկանում ես, ասավ ինչպես կարող եմ հասկանալ, եթե մեկը ինձ չառաջնորդի։ Այսինքն, այս մարդը կիրթ մարդ էր, ֆինանսի նախարար էր, չգիտեմ, շատ կիրթ մարդ էր, բայց կարդում էր եւ կարիք ուներ մի հատ Պողոսի, կարիք ուներ մի հատ Փիլիպոսի, կարիք ուներ, որ մեկը իրան առաջնորդի։ Աչեր ասեմ, կարդեր, հոգին ինձ ասում եմ այ ախպեր ջան, տենց սխալ է գրած, այս վերջերս մեկի մեկնությունը, որ ես տեսել եմ, ասեն գլուխը տառ ու փախ է, ասում եմ այ ախպեր ջան, սխալ ես մեկնաբանում Աստվածաշունչը։ Ասում հոգին ինձ սենց առաջնորդում։ Հետաքրքիր որ հոգին, հետաքրքիր ով է քեզ խաբել։ Երբ որ ասում ես Սուրբ Գիրքը սենց է բացատրում, հակառակվում է։ Բայց Երանի են մարդուն, որ իր կյանքում մի հատ Փիլիպոս ունի, որ կարող է Փիլիպոսին ասել, ախր եթե դու չմեկնաբանես, բա ոնց կարող եմ իմանալ։ Ես կարիք ունեմ, եթե մեկը չառաջնորդի ինձ, ինչպես կհասկանամ, ինչպես կարողանամ հասկանալ, եթե մեկը չառաջնորդի։ Եվ Փիլիպոսին աղաչեց, ուշադիր, որ բարձացի նստի իմ կառքին։ Նո Երանի են մարդկանց, որոնք որ ունեն այս ներքինի պես խոնար սիրտ, որ քո կարետայում մենակ դու չես նստած, որ քո կողքին Փիլիպոսի համար տեղ կա, որ կարող ես մեկ-մեկ ասել արի կողքից նստի, բացատրի,
որ կարող ես մեկ-մեկ հյուր ունենալ քո տանը, որ կարող ես մեկ-մեկ քո մեքենայի մեջ տեղ ունենալ Փիլիպոսի համար, քո սրտի մեջ, խնդրում եմ դա ճիշտ հասկացի, տեղ ունենալ Փիլիպոսի համար։ Հələ պատկերացրեք ես ներքինին ասեր, դու ով ես որ ինձ ասես։ Ես քեզնից լավ գիտեմ։ Ինքը շատ հարուստ մարդ էր, միլիոնատեր էր։ Փիլիպոսն էլ երևի թե պատկերացնում եմ, որ այտենց զորով ծերին հասնող մարդ էր։ Մոտավորապես տենց եմ տեսնում։ Ոտով գնաց, հետևից վազում էր, կարգ չուներ, ոտով էր գնում։ Երևի մի հատ ձկան նշան կար հետ։ Եվ գիտեք հետաքրքիրը որն է, որ ինքը եկավ եւ ասեց, հասկանում ես, եւ ինքը չպարտացավ ասի գիտեմ, այլ ավելին զիջեց եւ տեղ թողեց իրան։ Մենք կարիք ունենք Պողոսի, մենք կարիք ունենք Փիլիպոսի, մենք կարիք ունենք մեր կյանքում Տիմոթեոսների, ուր է քո Եղիսեն, ուր է քո Եղիան, ուր է քո Փիլիպոսը։ Եբրայացիս 13-րդ գլխի 9-րդ խոսքը բերեք բացանենք։ Ուսմունքների վրա որ խոսում է։ Կերպ եւ օտար ուսմունքներով մի տատանվեք, որովհետեւ լավ է որ սիրտը շնորհքով հաստատվի, ոչ թե կերակուրներով, որոնցով ոչինչ օգուտ չունեցան նրանք, որ այնպես գնացին։ Լավ է որ ոչ թե տարբեր տեսակի ուսմունքներով, հա, տարբեր կերակուրներով հաստատվի, օրինակ հիմա էսի շատ ակտուալ է մեր օրերում, որովհետև իսկուսственный ինտելեկտը այն բաներին ենք հասել, որ ցանկացած ժամանակ, ցանկացած կնոպ կասախվում ենք, ցանկացած կարոզ լսում ենք, եւ ինչքան ասես ուսմունքներով, բայց ժողովուրդ ջան, դու քո ներսից կարիք ունես Աստծո հետ փոխհարաբերվելու։ Կարիք կա, որ շատ քարոզներ կան, շատ, բայց եթե որևիցե ուսմունք դեմա քո եկեղեցու ուսմունքին, խնդրում եմ մի կողմ թող։ Առաջներում Սուրբ խոսքը սենց այլ է, ով ականջ ունի, թող լսի հոգին ինչ ասում եկեղեցիներին։ Այսինքն Սուրբ հոգին եկեղեցիներին բանն էր փոխանցելու։ Բայց հիմա մեր օրերի մեջ կարծես թե սենց է, որ ինտերնետը ինչ է հայտնում մարդկանց, ոչ թե հոգին է հայտնում։ Սենց ասեմ, Աստված շատ լավ գիտի, շատ լավ տեղյակ է, քեզ ինչա պետք։ Հավատացեք, բոլոր հավատացյալները նույն բանի կարիքը չունեն։ Միտեղ մի ուրիշ, միտեղ հավատքի պակաս կա, այն մյուս տեղը, չգիտեմ, սիրո պակաս կա, որ կարդում ենք 7 եկեղեցիների նամակ ա գրում, բոլորին նույն կարիքը չի գրում։ Ամեն տեղ ասում է, որտեղ ինչն է պակաս։ Մեկն ասում է առաջին սերը տես թողել, մյուսին ասում է սխալ վարդապետության մեջ ես, մեկին հանդիպանում է, մեկին խրատում է։ Հիմա դու էլ քո եկեղեցին ունես։ Չի փոխվել Աստված, ժողովուրդ։ Նորից եթե բան ունի ասելու Աստված, իր եկեղեցուն ասում է։ Մեր եկեղեցուն մեր կարիքն է ասում։ Սամարայի եկեղեցուն Սամարայի կարիքն է ասում։ Տալյացի եկեղեցուն իրանցն է ասում։ Ամենքին իր բաժինը տալիս է։ Նենց չի որ ասենք դու հիմա ստեղ ես, մի հատ լուրջ հարցի պատասխան ունես, մի խնդրանքի կարիք ունես, որ Աստված ուզում ես քեզ պատասխանի։ Եվ անպայման դրա պատասխանը փնտրում ես ինտերնետում եւ լսում ես մի քարոզ։ Օրինակ մեկ տես քարոզիչներ, ծարյահեղ քարոզիչներ էլ կան, շատ լավ քարոզիչներ կան, բայց ծարյահեղ քարոզիչներ էլ կան, ասենք սենց են ասում, ասենք ստեղ մոտավորապես 100-120 հոգի նստած, մեկ էլ ասում աստեղ մեկը կա, որի մեջքը ցավում է։ Կամ թե հա բա գյուտ արեց էլի։ Այ քեզ իմա հա ակունք իմաստության, ինչ էլ ասեցիր։ Աղոթում եմ որ բժշկվի։ Գիտեք այտենց չի, սա մարգարեություն չի։ Ասենք ձերքը դիր, այտենց չեն անում։ Ես այս տեսակի քրիստոնեություն չգիտեմ։ Ես գիտեմ այսպիսի քրիստոնեություն, որ Փիլիպոս մոտիկացի ընդ մի հատ մարդ ալնելու, կարգը գնալուց, կմոտիկանաս, կտեսնես, կմոտիկանաս, կխոսես։
կոնկրետ հստակ անունով, բանով, Կորնելոս, կգնաս ես իշ տեղը, այս Պողոսը, որ կույրությունով խփես միջև Պողոս լիները, կգնաս այս փողոցով, ես իշ մարդը քեզ սպասում է, ոչ հեռախոս կար, ոչ բան, բայց Աստված հստակ հայտնություններով խոսում էր։ Մենք այնքան հաճախակի տրվել ենք ժամանակակից տեխնոլոգիայի, մենք մեր անձերը վարժացրել ենք տեխնոլոգիայի հետ, բայց մեր հոգիները սառել է Աստծո հայտնություններից։ Ես ուզում եմ մենք վարժեցնենք Աստծո հետ ժամանակ անցկացնելուց, որ Աստծուց հայտնություններ ունենանք։ Մարմնի համար այո, ինտերնետն է հետաքրքիր, բայց հոգու համար Աստծո հայտնությունները, հոգին ծարավը եւ հոգու ծարավը, լսեք, մենք ամբողջս միասին կփարատենք մեր ծարավը։ Երբ որ մեկը ձեռքա, այն մյուսը ոտքերը, այն մյուսը ջուր ա բերել, այն մյուսը կվերցնի, այն մյուսը կփոխանցի։ Ես տնկեցի, Ապողոսը ջուր տվեց, Աստված էլ կաճացնի։ Բայց եւ տնկողի կարիք կա, եւ ջրողի կարիք կա։ Մեկը խնամք է տանում, մեկը ջուր է բերում, մեկը փորում է, մեկը մի բան անում, ամենքը իր գործը անելով արդյունք կլինի։ Լսեք, ոչ տնկողն է փառավորվում, ոչ ջուր տվողը, այլ Աստծունն է ողջ փառքը։ Սրանք իրանց վարձքը հետո կստանան։ Դա իրանց գործն է։ Բայց կարևորը այսօր պտուղ բերելն է Աստծո արքայության համար։ Մենք որ փոխված լինենք։ Ասում ենք, որ միաբան լինենք, ուզում ենք, որ Աստված մեր կյանքում գործի, ուզում ենք, որ բայց հիշի, սենց չի կարելի անել, թող գան իմ հետ միաբանվեն, տենց ճիշտ չի։ Սա համ հպարտություն է, համ գոռոզություն է, համ մեծամտություն է, սա այն տեղն է, որ ժառի գագաթն է, մի փոքր ենկոմ գնացիր, կընկնես ցած, չի կարելի այս ձև։ Ամեն մեկը տիչեք, ձեր այդ բարձունքներից, խոնարհացրեք ձեր անձերը, որովհետև ասում եմ, եթե ձեր անձերը խոնարհացնեք հզոր Աստծո ձեռքի տակ, Աստված ձեզ հարմար ժամանակին կբարձրացնի։ Հավատացնում եմ ձեզ, խոնարհներին է Աստված բարձրացնում, խոնարհների հետ գործ ունի։ Եթե մեկը հասել է մի տեղ, շատ խնդրում եմ եւ իրան Պողոս ազգում, առաքյալ ազգում, խնդրում եմ ցույց տուր քո Տիմոթոսներին։ Եթե մեկը պարծենալու լինի, ասում է, ես սրանցով ձեզնով կպարծենամ, Պողոս առաքյալը ասում է, հիմարաբար եմ ասում, բայց ասում եմ, ես ունեմ շատ պտուղներ եւ ամբողջ Ասիան, ամբողջ հեթանոսների աշխարհը գնացել էր, ավետարանել էր, լիք աշակերտներ էր պատրաստել եւ շատ մեծ պտուղներ էր բերել։ Հարցը մեծ խոսալը չի եւ գոռոզամիտ լինելը չի։ Հարցը սա է, թե ինչպիսի պտուղներ ունենք։ Ուր է մեր պտուղները։ Մի օր մեկը ինձ ասեց, եղբայր, մենք մեծ եկեղեցու հովիվներ ենք։ Հենց այդ օրը Տերն ինձ ասեց, որ այս մարդու վախճանն եկել է։ Ես ասեցի, զանգեցի Հայաստան, զգուշացրեցի իր ավակներին։ Ասես մարդը գնում է ձեռից։ Որովհետև երբ որ դու արդեն քո բույնը դրել ես ժառի գագաթին, լսի կերակուր ես դառնալու խիչնիկ թռչունների բերանին։ Տենց չեն անում, տենց չի կարելի։ Ուր է քո Պողոսը, ուր է քո Եղիսեն, ուր է քեզ խրատողը։ Վայ նրան, որ ասում է, ես կանչեցի, պատասխան տվող չեղավ։ Ես ձեռքս երկարացրի, մեկը չարձագանքեց։ Աստված ուզում է, որ քեզ հանդիմանող լինի, քեզ խրատող լինի։ Հիմա ենթադրենք, թե Ռոբերտը ծարավ, շատ ծարավ խեղդվում է, մեռնում է, էլ վրեն վիճակ չկա, անապատ տեղ է, արդեն սյո, այսօր էլ ջուր խմի, չխմի 40 օր, արդեն ծարավ մեռնում է։ Գրիշին մի շիշ ջուր եմ տալի, ասում եմ տարտուր թող խմի։ Գրիշը տալիս եմ Գրիշին, որ տանում է տա իրան, ասում չեմ ուզում, թող ինքան ձամ բերի ինձ տա։ Հպարտություն չի։ Ինչքան մարդ կա, որ ասում է, ես այս քարոզին այս առաջնորդից չեմ ուզում լսեմ։ Թող Աստված ինքը գա ինձ հայտնի։ Հա, իրոք։ Հպարտություն չի։ Ինչպեսի դա մեծամտություն է։
քո անձը խոնարհացրա։ Մի գուցե Աստված մի օր քեզ համար Փիլիպոս ուղարկի։ Մի գուցե Աստված մի օր քեզ համար Պողոս բարձրացնի։ Եվ վերջապես հավատարիմ մարդիկ ունեցել են Տիմոթեոս եւ իրանց ունեցել են Պողոս։ Այնտեղ ասում են հանձնիր հավատարիմ մարդկանց։ Այսօր սիրելի Աստծո ժողովուրդ, ձեզ ա գտել Աստված հավատարիմ, այն որ ասելա Տիմոթեոսին փոխանցեք, այսօր փոխանցի ում հավատարիմ մարդկանց եւ այսօր ձեզ ա փոխանցվում ավետարանի խոսքը։ Ինչ եք անելու դրա հետ։ Փոխանցելու եք ուրիշներին, թե կորցնելու ենք, թե միտեղ վերջանալու է, թե պատգամը գնալով այսօր կլսենք, ուրախանանք, կասենք էդ ինչ լավ էր, հետո կգնանք ստեղից ու կմոռանանք։ Թրջուններն եկան կերան ու գնացին ժողովուրդը։ Այն աղավները որ կային, եկան կերան գնացին։ Թող այսօր այդ խոսքերը քո կյանքում տեղ գտնեն, երբ ասում ենք Գողիաթ, տեսնում ենք ուժեղ մարդ։ Բայց երբ որ ասում ենք Դավիթ, հասկանում ենք ուժեղ Աստծո մարդ։ Երբ ասում ենք Սամսոն, հասկանում ենք Աստծով ուժեղ մարդ։ Երբ ասում ենք Սողոմոն, հասկանում ենք Աստծուց տրված իմաստություն։ Երբ ասում ենք Սամվել, հասկանում ենք Աստծուց տրված մարգարե, որ լսեց Աստծո ձայնը։ Բայց երբ որ ասում ենք Աքիթոփել, որը որ Աստծուց տրված կարծես խորհուրդներ ուներ, բայց կորցրեց, եւ հասկանում ենք, որ հիմարություն արեց Աքիթոփելը։ Հենց իմացա, որ իր խորհուրդները չի կատարվում, գնաց ինքը իրան կախեց, գիտեք։ Ուզում եմ ձեզ հարցնել. Ինչ ենք հասկանում, երբ որ ասում ենք ձեզանից ամեն մեկ իր անունը դնի։ Երբ որ ասում ենք քո անունը, ասացի, որ երբ որ ասում ենք Դավիթ, հասկանում ենք Աստծով ուժեղ մարդ։ Գիտես, եթե Աստված քո կյանքից գնա, կզգաս գոնե, բան կփոխվի, իսկ եթե իրոք Աստված քո կյանքում գա, տարբերությունը կերևա, գիտես ամենաահավորը որն է, որ մարդ այնպես է սովորել ապրել առանց Աստծո, որ եթե Աստված իր կյանքում նույնիսկ չգործի, տարբերություն չկա։ Շատ անհավատներ կան, որ ապրում են եւ Աստված իրանց կյանքում չկա, չի գործում։ Բայց կան, մենք էլ իրանց հետ նստում ենք, զրուցում ենք, խոսում ենք, չէ՞։ Ձեր հետ էլ են խոսում, զրուցում։ Բայց Աստված ինչպես պիտի գա քո կյանքի մեջ, ես քեզ ուզում եմ ասել։ Իր եկեղեցու միջոցով այցելելու է քեզ։ Խնդրում եմ։ Ես շատ կուզեմ դու այն մարդը լինես, Փիլիպոս լինես, Պողոս լինես, որ առանձին անատական քեզ առաջնորդի հատուկ գործերի մեջ, բայց մենք կարիք ունենք ներքինի նման ասենք, ախպերս, արի իմ կարիտայի կողքը, արի կողքիս տեղ կա, արի մի հատ ինձ ասա, արի խոսենք, արի նստի, արի ինձ առաջնորդի, ես դրա կարիք ունեմ, ինչպես կհասկանամ, եթե մեկը ինձ չբացատրի։ Հավանաբար որոշ բաներ իրա համար ներքինի համար կարող է տրամաբանական չլիներ, բայց քանի որ Սուրբ Հոգով էր առաջնորդվում, կարող է տրամաբանությունից էլ դուրս լինի Սուրբ Հոգու առաջնորդությունը։ Օրինակ լեզուներ խոսելը տրամաբանությունից դուրս է։ Հա թե չէ։ Տրամաբանությամբ չես կարող բացատրություն տալ դրան։ Աստված կարող է ներգործել, գերբնական հրաշք գործել։ Մի անգամ Նարեկը սուրա, մի անգամ ասեց գործունքները, մի 5 տարի տանջվեց այդ գործունքների վրա, ահագին տանջվեց, մի օր ասեց իմ համար աղոթի, յուղը վերցրեցի, օծեցի, ձեռքերը այդ գործունքների վրա լցրեցի, աղոթ կարեցի,
ու չգիտեմ ոնց, մի օր, երկու օր, 3 օրեր անց է։ Մի հատ հետքն էլ անգամ չէր մնացել։ Նոր ասեց, պապ չկա ոչի բան։ Ինքն էլ ուշադիր չէր եղել, կորել էր իր կյանքից։ Դաժե չգիտենք ոնց էր կորել։ Մեր կյանքում այտենց գործնուկներ կան, որ կպել են մեզ, որ յուղի կարիք կա, որ կարիք կա մեկը քեզ համար աղոտ քանի։ Ինչ ենք անում մենք, մի ձեռքով յուղը վերցնում լցնում ենք, բայց մենք մեզ օծում ենք, այդ նույնն է, որ ես ինձ հիմա ձեռնադրեմ եպիսկոպոս, սա շիզոֆրենիայի նման բան է, տենց չեն անում։ Աստծո եկեղեցին կարգ ունի։ Եվ երանի քեզ, որ Փիլիպոս կա քո կողքին։ Թող Աստված բոլորի տորնի, կանգնենք ոտքի։